Կրեմլի խոսնակը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ նախագահի խոսքերին, որ ռուս-ուկրաինական կարգավորման հարցում էական առաջընթաց կա։ Դմիտրի Պեսկովը նշել է, որ չի պատրաստվում մեկնաբանել Թրամփի հայտարարությունը, քանի որ Մոսկվան այդ հարցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ չունի։ Նա հերթական անգամ հիշեցրել է, որ Կիևի եւ Մոսկվայի միջև բանակցությունները ներկայումս դադարեցված են։ Պեսկովի ձևակերպմամբ պատճառն այն է, որ ուկրաինական կողմն իբր չի ցանկանում դիվանագիտական լուծումներ գտնել, իսկ Եվրոպան սադրիչ քաղաքականություն է վարում։ Կրեմլի խոսնակը հավելել է, Մոսկվան եւ Կիևն իրար չեն վստահում, ինչն ավելի է բարդացնում հակամարտության կարգավորումը։ Պեսկովին խնդրել են նաեւ մեկնաբանել լուրերը, թե Վլադիմիր Պուտինն այլևս չի վստահում ՌԴԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, քանի որ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների թեժ հեռախոսազրույցից հետո Թրամփ-Պուտին երկրորդ հնարավոր հանդիպումը ձախողվել է։ Նման հաղորդագրությունները բացարձակապես անհիմն են, պատասխանել է Պեսկովը։ Վոլոդիմիր Զելենսկին էլ անդրադարձել է Պոկրովսկին, որի ուղղությամբ այժմ ամենաթեժ մարտերն են։ Ուկրաինայի նախագահի խոսքով ռուսական ուժերը վերջին 3 օրում 220 հարձակում են իրականացրել։ Նա համոզմունք է հայտնել, որ Մոսկվայի նպատակն է ստիպել Կիևին հրաժարվել Դոնբասից։ Եվրոպական հանձնաժողովը սահմանափակում է Ռուսաստանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան բազմակի մուտքի վիզաների տրամադրումը։ Այժմ ռուսաստանցիների մեծ մասը ստիպված կլինի ամեն ճանապարհորդության համար դիմել վիզա ստանալու համար, ինչը հնարավորություն կտա ավելի մանրակրկիտ ստուգել նրանց փաստաթղթերը։ Բացառություն են կազմում Եվրամիության քաղաքացիների եւ բնակիչների հարազատները եւ տրանսպորտային ոլորտի աշխատողները։ Այնուհանդերձ նոր կանոնների համաձայն, եթե անձն ապացուցել է եվրոպական երկրներ կանոնավոր եւ հաճախակի ճանապարհորդելու անհրաժեշտությունը եւ իր ազնվությունն ու հուսալիությունը, նրան կարող է մուլտիվիզա տրամադրվել։ Այս բացառությունը կարող է վերաբերել մասնավորապես անկախ լրագրողներին, այլախոհներին, մարդու իրավունքների պաշտպաններին, քաղաքասարակության ներկայացուցիչներին, այլ խոցելի խմբերի եւ նրանց ընտանիքների անդամներին։ ՌԴԱԳ խոսնակն արձագանքել է Մարիա Զախարովայի ձևակերպմամբ Եվրահանձնաժողովը որոշել է, որ եվրոպական երկրներին անհրաժեշտ են անօրինական միգրանտներ, այլ ոչ վճարունակ զբոսաշրջիկներ։ Ղազախստանը որոշել է միանալ Աբրահամյան համաձայնագրերին, այս մասին հայտարարվել է Ղազախստանի նախագահի եւ Կենտրոնական Ասիայի մյուս երկրների ղեկավարների Սպիտակ տուն կատարած այցի ընթացքում։ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել է, որ ինքը Տոկաևը եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն գերազանց հեռախոսազրույց են ունեցել։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով ստորագրման արարողության մասին կհայտարարվի շուտով։ Արևմտյան զլմները գրում են, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությանը միանալը նախ առաջ խորհրդանշական քայլ է, որի նպատակն է աջակցել Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու Թրամփի ջանքերին։ Նաև Ղազախստանը եւ Միացյալ Նահանգները կարևոր օգտակար հանածոների ոլորտում գործակցության վերաբերյալ փոխմբռնման հուշագիր են ստորագրել։ Առևտրատնտեսական համաձայնագիր են կնքել նաև Միացյալ Նահանգները եւ Ուզբեկստանը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Տաշկենտը առաջիկա 10 տարում շուրջ $135 միլիարդ կներդնի ամերիկյան տնտեսության մեջ ապրանքների գնումների եւ այլ գործարքների միջոցով։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի նախագահների հետ քննարկել է 3 երկրների ապամիջուկայնացման հեռանկարը։ Կարծում եմ նման բան կարող է տեղի ունենալ։ Բոլորս էլ կցանկանայինք այլ բաների վրա գումար ծախսել, նշել է Դոնալդ Թրամփը առանց հստակեցնելու, երբ են տեղի ունեցել այդ քննարկումները։ Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հրահանգել էր Պենտագոնին միջուկային փորձարկումներ սկսել այլ երկրների իրականացրած փորձարկումներին ի պատասխան։ Վլադիմիր Պուտինն իր հերթին հրամայել է անվտանգության խորհրդին լրացուցիչ տեղեկություններ հավաքել ամերիկյան ծրագրերի մասին եւ առաջարկներ ներկայացնել ռուսական կողմից համապատասխան փորձարկումների նախապատրաստման աշխատանքների հնարավոր մեկնարկի վերաբերյալ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չեղարկել է Սիրիայի նախագահի եւ արտգործնախարարի դեմ գործող պատժամիջոցները։ Բանաձևի նախագիծը մշակել էր Վաշինգտոնը, այն ընդունելու համար հարկավոր էր, որ Ռուսաստանը, Չինաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան կամ Մեծ Բրիտանիան վետո չկիրառեն։ Ռուսաստանն աջակցություն է հայտնել նախաձեռնությանը, Չինաստանը ձեռնպահ է մնացել։ ՄԱԿ-ում Պեկինի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ փաստաթղթում բավարար անդրադարձ չկա Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի եւ անվտանգային իրավիճակի վերաբերյալ Չինաստանի մտահոգություններին։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը եւս հայտնել է Ահմեդ Աշ-Շարայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղարկելու մասին։ Ակնկալվում է, որ նոյեմբերի 10-ին Ահմեդ Աշ-Շարան Սիրիայի նախագահի պաշտոնում առաջին անգամ կմեկնի Վաշինգտոն եւ կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ բարձր է գնահատում Դամասկոսում իշխանափոխությունից հետո Աշ-Շարայի ջանքերը։ Դա դժվար տարածաշրջան է, նա ուժեղ մարդ է, մենք լավ հարաբերություններ ունենք, Սիրիայում էլ առաջընթաց կա, հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ Դիանա Գասպարյան, լուրեր։